Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամ դառնալուց հետո երևանցիներն այնքան էլ ակտիվ չեն վճարել։ Համենայն դեպս, դատելով Ազատությանը Երևանի քաղաքապետարանի տրամադրած թվերից, տրանսպորտի 50% թանկացումից հետո եկամուտները նույնքան չեն աճել։ Համեմատենք նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածի հետ, երբ վարորդներն այլևս գումար չեն վերցնում ուղևորից, բայց ուղևարցը 100 դրամ էր։ Դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 19 ընկած ժամանակահատվածում 2,26,001 ուղևորից միասնական տոմսային համակարգով օգտվել է 679,518 կամ 33,5%։ Շաբաթվա հավաքագրված հասույթը կազմել է 202,600,100 դրամ։ Երևան ավտոբուսի տնօրենի նախորդ տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա տվյալներն էին։ Հաշվենք, եթե մեկ շաբաթում հավաքված գումարը 202,600,000 է, ապա ամսական եկամուտը 4 շաբաթվա հաշվարկով միջինում 810 միլիոն դրամից ավելի է լինում։ Ըստ հաշվարկի, նույն ժամանակահատվածում մետրոն 100 դրամ սակագնով մեկ ամսում մոտ 214 միլիոն է հավաքել։ Միայն մետրոյի եւ ավտոբուսի մեկ ամսվա գումարը 100 դրամ սակագնով մոտավորապես 1 միլիարդ 24 միլիոն դրամ է կազմել։ Իսկ հա փետրվարին, երբ սակագինն արդեն 150 դրամ էր եւ այստեղ ավտոբուսից եւ մետրոյից բացի գումարվում է նաեւ 50 դրամից 150 դրամ դարձած տրոլեյբուսը, բոլորից հավաքված գումարը կազմել է 1 միլիարդ 156 միլիոն դրամից մի փոքր ավելի։ Տեղեկացնում եմ, որ Երևանի ավտոբուս ՓԲ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքվել է 90 միլիոն 990 հազար դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքված գումարը կազմել է 75 միլիոն 213 հազար 900 դրամ։ Քաղաքապետի խոսնակի տարեսկզբին հունվարին արած գրառումն է։ Ավելին, մինչև սակագնի բարձրացումը քաղաքային իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ներկայացնում են տրանսպորտից հավաքված գումարների թվային պատկերը։ Սակագնի բարձրացումից հետո այս հրապարակումները դադարեցին։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները ոչ լրագրողների, ոչ ավականու հարցերին ի պատասխան թիվ չէին ասում։ Չի ընդհանրում չէ, որ փաթեթների քանակը այս անգիր պետք է հիշել։ Ես այդ տեղեկությանը տեղյակ չեմ, արդեն պատասխանեց։ Ավականու ընդդիմադիր անդամ Իզաբելա Աբգարյանին թվերը չեն զարմացնում։ Ամեն օր տրանսպորտից օգտվում են, պատմեց Աբգարյանն ու պնդեց, որ իր աչքի տեսածով 150 դրամի բոյկոտը շարունակվում է։ Այսինքն այն գանձումները, որոնք հույս ուներ քաղաքապետարանը ունենալ, չի ունենում։ Բացի այդ, հիմնական փոխման իմաստն էր, որպեսզի քաղաքացիները անցնեն փաթեթների, որպեսզի միանվագ միանգամից այդ գումարը գար քաղաքապետարան։ Դա տեղի չի ունենում եւ փաթեթները մենք գիտենք, որ շատ ցածր տոկոս ունեն վաճառքի նաեւ։ Արդեն մարտին տրանսպորտից հավաքված գումարները մոտ 56 միլիոնով ավելացել են, դառնալով 1 միլիարդ 212 միլիոն 265 հազար դրամ։ Մարտին աճ կա նաեւ փաթեթների իրացման առումով։ Եթե փետրվարին իրացվել է 83718 փաթեթ, ապա մարտին թիվը հասնում է 97493-ի։ Քաղաքային իշխանության տրանսպորտային բարեփոխման դիմախոսները վստահ են, հավաքված գումարների նվազումն է, որ դրդել է քաղաքապետ Ավինյանին ու թիմին մտածել չվճարելու համար տուգանքների նախագծի մասին։ Շատ քաղաքացիներ, նույնիսկ լսելով, որ քաղաքապետարանը մտադիր է տուգանքի գնալ, միևնույն է հայտարարում են, որ նրանք չեն վճարելու։ Այսինքն ապացույց են, թվերն էլ նաև ապացույց են, որ բոյկոտը շարունակվում է եւ քաղաքացիները պարզապես լուր առանց աղմուկի չեն վճարում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակած նախագիծը տարածքային կառավարման նախարարությունն է խորհրդարանում ներկայացրել։ 3-ից 15,000 դրամ տուգանք սահմանող նախագիծը գլխադասային հանձնաժողովում թեժ քննարկվեց, քննադատվեց անգամ իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի падգամավորների կողմից։ Ընդունվի էլ չի գործելու, կարծում է Աբգարյանը, քանի որ գործնականում հսկելը շատ դժվար է։ Մենք ունենք նաև չնախատեսված տեղում աղբ թափելու համար տուգանքներ, ունենք փողոցային առևտրի արգելք, ունենք փողոցային երաժիշտների հետ կարգավորումներ, սակայն մենք տեսնում ենք, որ դա քաոտիկ բնույթ է կրում, այսինքն 1-2 օր որոշում են, ինչ որ մկան են ցույց տալիս, բայց հետո հետևողականորեն չեն կարողանում հետևել։ Ես կարծում եմ, որ տուգանքների նախագիծը եթե ընդունվել, դատապարտված է լինելու նույն ճակատագրի։ Ընդդիմությունը ինչ որ բան չի պատկերացնում, ոնց պետք է արվի, չի նշանակում, որ դա անհնար է։ Դա անհնար է իրանց չպատկերացրած աշխարհում։ Մեր եթե ազգային ժողովի կողմից նախագիծը հավանության արժանանա, մենք փաստով կապացնենք, որ դա հնարավոր է, դուք կտեսնեք։ Ապացուցելու համար քաղաքային իշխանությունը դեռ պետք է սպասի, թեև քննադատությունից հետո իշխող ուժի քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն ստացավ եւ պետք է քննարկվեր ազգային ժողովի ապրիլի 15-ին մեկնարկած նիստին, նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց։ Հիմնական զեկուցողի բացակայության պատճառաբանությամբ տարածքային կառավարման նախարարությունից Ազատությանը հայտնեցին իրենց փոխնախարարը չի ներկայացել, քանի որ նախագծի վրա լրացուցիչ աշխատանք կա կատարելու, թե ինչ աշխատանք չեն մանրամասնել։ Նախագծով ուղևորները պարտավոր են տրանսպորտ նստելուց անմիջապես
անմիջապես հետո վճարել ուղևորցը վավերացված տոմսը հսկիչներին պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով չներկայացնեն, կդուգանվեն։ Կերծանաբեռնված տրանսպորտում ինչպես են հսկիչներն աշխատելու, ինչպես է քաղաքացին առավելագույնը 1 րոպեում վավերացնելու իր տոմսը, ոլորտի համակարգողն է պատասխանում։ Եթե մարդը վալիդատորին հասանելիության խնդիր ունի, ուրեմն հսկիչն էլ այդ ավտոբուսը նստելու խնդիր է, չէ՞ ունենալու։ Չի կարա մեկը առանց մյուսի լինի։ Այսինքն եթե լինի անհնար այդ պահին վավերացումը, նաև կլինի անհնար վերահսկողությունը, եթե լինի այդպիսի իրավիճակ։ Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10000 դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ տուգանվելու է 15000 դրամով։ Ինչ վերաբերում է արտոնություններին, քաղաքապետարանի հարցման պատասխանից պարզ է դառնում, որ օրինակ 1 տարվա անսահմանափակ փաթեթի 96.62%-ը անվճար է տրամադրվել արտոնություն ունեցողներին։ Տարեկան փաթեթը փետրվարին 18, մարտին էլ ընդամենը 8 հոգի է գնել։